Ինչ է ամանորը, ինչ նշանակություն ունի տոնածառը։ Ես խորհուրդ կտամ չնայեք ադվենտիստների պատրաստած տեսանյութերը, չնայեք վիդեոներ, որտեղ տոնածառը ներկայացվում է որպես կռապաշտություն։ Գիտեք, դրանք մարդկանց հոգեբանության վրա ազդող մոլորեցնողների տեսանյութերն են։ Նոր տարին Սուրբ Ծնունդի խորհուրդը ունի։ Այսինքն մենք Քրիստոսի ծնունդով նոր ժամանակաշրջան ենք սկսել։ Հիմա 2024 թվականն է Քրիստոսի ծնունդից հետո։ Եվ նոր տարին Քրիստոսի ծնունդի հերթական տարին է, այսինքն ևս մեկ անգամ հիշում ենք, որ ժամանակը կիսվեց երկու մասի՝ մինչև Քրիստոս և Քրիստոսից հետո։ Նոր տարվա խորհուրդը սա է՝ նոր տարի։ Ուրիշ խորհուրդ չունի։ Իսկ տոնածառը դա ընդունված կերպ է, եթե մենք ընկնենք հեթանոսության մեջ, մեր կյանքում այնպիսի հետքեր կան հեթանոսությունից, որ դուք չեք էլ կարող պատկերացնել։ Ես միայն մեկ օրինակ ասեմ։ Վարդապետ բառը, որ մեր ականջին շատ սիրելի, շատ հաճելի բառ է, հեթանոսական արմատում է։ Հեթանոսությունից հայերեն վարդապետ բառը հեթանոսությունից քրմերից եկած բառ է։ Այսինքն, եթե մենք ընկնենք ծայրահեղության մեջ, մենք ամբողջ մեր ուշադրությունը գալու է այդպիսի երևույթների վրա, բայց դրանք կորցրել են իրենց իմաստը։ Եթե ինչ որ երկրում տոնածառը եղել է կռապաշտական ինչ որ բան, այսօր դա կռապաշտական իմաստ չունի, ինչպես վարդապետ բառը, որ մենք օգտագործում ենք եւ Տեր Հիսուսի համար ենք օգտագործում այդ բառը, ոչ մեկ չի կարող մեզ ասել դու հեթանոսություն ես անում այդտեղ։ Եկեք չընկնենք ծայրահեղությունների մեջ, ավելի կարևոր բաներ կա։ Սատանան շեղում է մարդու միտքը, փոխանակ մարդը կենտրոնանա իր կյանքի, իր բնավորության, սխալների, Աստծուն հակառակ վարքագծի, վարվելակերպի, իր կյանքից մեղքը հեռացնելու վրա, կենտրոնանում է տոնածառի, աչքի ուղունքի, պայտի, փշի, չգիտես ինչերի վրա, մտածում է, որ դրանք չանի, ինքը օրհնված կլինի։ Իհարկե, այդ ամենը, եթե սնահավատությունը հեռացրեք ձեր կյանքից, եթե կռապաշտությունը հրաժարվեք դրանից, բայց ես չեմ կարծում, որ տոնածառը մարդկանց տանը որ դրվում է, ինչ որ մի վնասակար բան կա դրա մեջ։